88-ամյա Վարյա տատիկը եկել է Ծորանը ճանապարհելու հայոց բանակ, աչքերում թաքցնելով հուզմունքը, իր օրհնանքն է տալիս ծառայության մեկնող տղաներին։ Ոչ մի բան չլեզի, մենակ մեր զինվորները գնան, ադողական իրենց ծնողների մոտ։ Սյունիքի սրտում Գորիսի զինվորական կոմիսարիատի դիմաց խառնվել էին ուրախությունն ու արցունքը, հուզմունքն ու հայրենասիրական ոգին։ Զորակոչ է։ Սյունիքի մարզի ամառային զորակոչի մեկնարկը տրվում է Գորիսից բժշկական բուժզնումին, հաջորդում է պաշտոնական արարողությունը, որտեղ տղաներին բարի ծառայություն են մաղթում մարզի եւ զինված ուժերի պաշտոնատար անձիկ։ Զգացողությունը մեկն է, հպարտություն, որ Սյունիքի մարզը, ինչպես բոլոր տարիներին, այս տարի եւս ունի որդիներ, ունի զավակներ, ովքեր պատրաստ են իրենց պարտքը տալ Հայաստանի Հանրապետությանը, եւ ես վստահ եմ, որ ըստ անհրաժեշտության նաև հետագայում իրենց երդմանը համապատասխան չեմ կարծում, որ անհրաժեշտություն կլինի, բայց ըստ անհրաժեշտության իրենց կյանքը նաև կտան հանուն Հայաստանի։ Զորակոչային աշխատանքները ընթացել են հարթ, առանց որևէ ավելորդ խոչընդոտների, բոլոր ի հայտ եկած խնդիրները կարգավորվել են տեղում համատեղ ուժերով, բոլոր զորակոչիկները հետազոտվել են, բժշկական հանձնաժողովներ իրենց պարտականությունները կատարել են հավուր պատշաճի, մաղթում եմ անփորձանք ծառայություն։ Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններից զորակոչվողներին ճանապարհելու էին եկել ծնողները, տատիկ-պապիկները, հարազատներն ու ընկերները։ Յուրաքանչյուր հրաժեշտի մեջ նույն մաղթանքն է՝ խաղաղ երկինք, անվտանգ ծառայություն եւ սպասված վերադարձ։ Տղաներին մաղթում ենք խաղաղություն, առողջություն, հաջողություն, բարի ծառայություն, բարի վերադարձ։ Ամենից կարևորը խաղաղություն լինի։ Կարևորելով հայրենի սահմանների անառիկությունը, տղաները մեկնում են բարձր տրամադրությամբ, մեծ պատասխանատվությամբ եւ մեկ ցանկությամբ։ Լավ մնացեք միջև կեք։ Ու զարկում են դհոլները, հնչում է հայկական քոչարին, ուրախ պար են բռնում զինվորները։ Տոնական տրամադրությամբ եւ ուժային կառույցների ուղեկցությամբ տղաները համալրում են հայոց բանակի շարքերը, իրենց հետ տանելով հազարավոր մարդկանց օրհնանքներն ու աղոթքները։ Արևիկ Աբելյան, ժամը լրատվական։